Աստծո լույսի ներքո աուդիոգիրք Գլուխ 5. Եղիր տոկուն լինելով Աստծո վկան։ Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Գաղատացիներին 6:9 Տոկունությունը միայն առաջնորդի բնավորության գծերից չէ։ Այն հոգևոր մկան է, որը զորանում է փորձություններով։ Այսօր աշխարհն ու եկեղեցին կարիքն ունեն այնպիսի առաջնորդների, որոնք կդիմանան փորձության հալածանքներին, կվերականգնվեն հիասթափությունից և կրկին կկանգնեն գործելու Աստծո կամքը։ Հաստատակամություն որպես կենդանի հավատքի վկայություն։ Հաստատակամ լինելը նշանակում է չհանձնվել, երբ ամեն բան հեշտ չէ, ինչպես Հոբը հայտարարեց. «Տես, թե որ ինձ սպանի էլ, ես իրեն եմ հուսալու, միայն թե նրա առաջ իմ ճանապարհները պաշտպանեմ»։ Աստծո կամքով առաջնորդող մարդը հետ չի կանգնում առաջին խոչընդոտի առաջ, այլ շարունակում է հավատալով, որ Աստված գործում է նույնիսկ անտեսանելի պահին։ Բանականությունը, ճշմարտության մեջ ժամանակակից մշակույթը լի է կեղծավորությամբ, բայց Աստծո մարդը կոչված է լինել ճշմարիտ ու պարզ։ Ձեր խոսքը թող լինի այո, իսկ ոչը ոչ։ Ժողովուրդը ձգտում է տեսնել առաջնորդներին, որոնք չեն խաղում դերեր, այլ ապրում են իրենց հավատքը պարզ, անկեղծ և արժանահավատ։ Հավիտենական միտք ժամանակավոր կյանքի մեջ։ Փորձությունները չեն նշանակում պարտություն։ Հիսուսն ինքը նախազգուշացրեց. «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։ Հովհաննես ավետարան 16:33 Տոկուն առաջնորդը չի կանգնում հիասթափության մեջ, այլ հիշում է, որ Աստված միշտ քայլ առաջ է, և նրա ծրագիրը շարունակում է գործել, նույնիսկ ցավոտ փուլերում։ Ինքնավստահությունն Աստծո վստահության մեջ։ Ճշմարիտ վստահությունը բխում է ոչ թե սեփական ուժերից, այլ նրանից, ով մեզ ստեղծել է։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ղեկավարի վստահությունը կուռ է, երբ նա իր ուժերը հենում է Տիրոջ վրա, այլ ոչ իր սրտի հենարանների վրա։ Քո տոկունությունը կարող է լինել նրա փառքի կենդանի վկայությունը։ Ինչ է ասում քո կամքը այս ժամանակներում։ Արդյոք քո հանդարտ հաստատակամությունը ցույց է տալիս աշխարհին, որ հույս ունես ավետարանի մեջ։ Քո ներսի լուռ վստահությունը կարող է վերականգնել մարած սիրտը։ Երբ բոլորը տեսնում են փակուղի, քո տեսիլքը նայում է վեր դեպի վարձքի հավիտենական ճանապարհը։ Փորձությունները գալիս են, բայց ինչ ես անում դրանց միջով անցնելիս։ Փախչում ես, թե կանգնում ես աղոթքով, վստահությամբ Տիրոջ խոսքի հիշեցումներով։ Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի»։ Եկեք հասկանանք այս խոսքի կառուցվածքը։ Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի»։ Քեզ իմ շնորհը բավական է։ Այս հատվածում Աստված Պողոսին հիշեցնում է այն շնորհքը, որ տրված էր իրեն, բավական է հաղթահարելու կյանքի մարտահրավերները։ Շնորհք այստեղ միայն մեղքին ներման պարգև չէ, այլ Աստծուց եկող ներկայություն, աջակցություն ու զորություն, որը մարդուն պահում է իր հոգևոր ուղու վրա, նույնիսկ ամենաթույլ պահին։ Մեզ տրված շնորհքը բավարար է ապրելու, ծառայելու և հաղթահարելու, նույնիսկ երբ մենք չզգանք մեզ ուժեղ։ Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Սա կարելի է համարել այս խոսքի ամենամեծ հոգևոր հակադրությունը։ Աստված ասում է, իր զորությունն առավելապես ի հայտ է գալիս, երբ մարդն իրեն տկար է զգում։ Քանի դեռ մարդը իր ուժի վրա է հենվում, նա չի տալիս մեզ տեղ Աստծուն գործելու, բայց երբ մարդը ընդունում է իր սահմանափակումները, թույլ է տալիս Աստծուն գործել իր կյանքի մեջ։ Երբ մեր ուժերը սպառվում են, Աստծո զորությունը սկսում է գործել, նա աշխատում է այնտեղ, որտեղ մենք հանձնվել ենք։ Ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ։
Պողոսը ոչ միայն ընդունում է իր տկարությունները, այլ նույնիսկ պարծենում է դրանցով։ Ինչու՞։ Որովհետև դրանց միջով նա տեսնում է Քրիստոսի զորությունը։ Պետք չէ ամաչել մեր թուլություններից կամ դժվարություններից։ Եթե ապրում ենք Աստծո շնորհով, այդ թուլությունները կարող են դառնալ վկայություն Քրիստոսի զորության մասին։ Այս խոսքը սովորեցնում է մեզ հպարտանալ ոչ թե մեր ուժով, այլ Քրիստոսի շնորհքով։ Տկարության մեջ տեսնել Աստծո հնարավորությունը եւ թույլ տալ, որ Քրիստոսի զորությունը բնակվի մեր մեջ, առանց դիմադրելու նրա ներգործությանը։ Դու կոչված ես առաջնորդելու ոչ միայն խոսքով, այլ կյանքով։ Երբ մյուսները ներսից փլվում են, դու կարող ես կանգնել ու ասել. Իմ ուժը Տիրոջից է, նա է իմ ապավենը։ Սա է իսկական տոկունությունը, ոչ թե կոշտություն կամ անտարբերություն, այլ ընտրություն, մնալ հավատարիմ մինչև վերջ Աստծո ներկայության մեջ։ Հարցեր քեզ առաջ տանելու համար։ Ինչպես ես կանգնում քո հավատքի վրա, երբ հոգիդ սկսում է ճոճվել։ Որ սուրբ խոսքն է քեզ բռնել այն պահին, երբ ամեն բան դուրս էր գալիս վերահսկողությունից։ Աղոթում ես ոչ միայն դիմանալու, այլ զորությամբ առաջնորդելու համար։ Ինչպիսի հոգևոր պայքարներ են կոփել քո ներսը, դարձնելով քեզ անսասան։ Սիրելիներ, հիշեք սա, տոկունություն նշանակում է հաստատակամություն, երբ որոշում ես չհրաժարվել, ինչ էլ լինի։ Հոգևոր փորձ, երբ արդեն անցել ես դժվարությունների միջով ու Աստված քեզ ամրացրել է։ Աստծո ներկայություն, երբ գիտես, որ մենակ չես, որովհետև նա քո մեջ է գործում։ Երբ այս երեք խոսքերը միավորվում են, ծնվում է մի տոկունություն, որ ոչ միայն պահում է քեզ, այլ նաև վկայում Աստծո փառքը։ Տոկունությունը երբեք միայն քո մեջից չի ծնվում, դա Տիրոջ հետ անցած ճանապարհների արդյունքն է։ Դա ջերմեռանդ աղոթքների, կոտրված սրտի եւ նորոգված հույսի պտուղն է։ Եվ երբ Աստծո կամքը կատարեք, համբերությամբ կստանանք խոստացվածը։ Կարող եք ընթերցել Եբրայեցիներին 10:36։ Այսօր կանգնիր լռության մեջ, Տիրոջ առաջ։ Եվ թող քո տոկունությունը պատմի մի պատմություն, ոչ թե ցավի, այլ հավատքի, ոչ թե կորստի, այլ Աստծո փառքի, որ ծնվել է խորքից նրա ներկայության մեջ։